Եթերում Սուրենքյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրենքյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Հիշում եք նախորդ շաբաթ համացանցում լայնորեն տարածված ԱՊՀ գագաթնաժողովի այն հատվածը, երբ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկում էին Ռուսաստանի եւ Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը։ Ովքեր չեն դիտել տեսանյութը, ասեն, որ Ռուսաստանի նախագահը հետաքրքրվեց փոխադարձ առևտրի ծավալով։ Փաշինյանը պատասխանեց, թե շուրջ 4 միլիարդ դոլար։ Պուտինը չհամաձայնեց, պնդելով, թե ավելի մեծ թիվ է։ Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ այս տարվա 8 ամիսներին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 4.5 միլիարդ դոլար։ Քննարկման պահին այդ թիվը կարող էր 5 միլիարդի ասած լինել։ Այդուհանդերձ ամսական մոտ 5 միլիարդ դոլար ցուցանիշը առաջիկայում կարող է նվազել։ Եվ ահա թե ինչու։ Բեռնափոխադրմամբ զբաղվող որոշ հայ վարորդների մուտքը Ռուսաստան արգելում են։ Խնդիրը Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության տարեսկզբից գործող փոփոխություններն են, ըստ որի ոչ վիզային ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, ովքեր Ռուսաստան են մեկնում ոչ աշխատանքային նպատակով, տարվա ընթացքում կարող են այդ երկրում մնալ առավելագույնը 90 օր, նախկին 180-ի փոխարեն։ Դե հիմա պատկերացրեք, թե ապրանք տեղափոխող մեկ բեռնատարի վարորդը մեկ երթի ընթացքում քանի օր է մնում Ռուսաստանում։ Մի անտեսեք նաև հանգամանքը, որ տարվա որոշ ամիսների լացն է փակ կամ անցակետում հերթեր են, ու վարորդները օրերով ստիպված մնում են Ռուսաստանի տարածքում։ Մի օր էլ բեռնված մեքենայի վարորդը պարզում է, որ իր անունը վերահսկվող անձանց ռեեստրում է եւ իր մուտքը Ռուսաստան 5 տարով արգելվել է։ Բեռնափոխադրողներ, ուղևորափոխադրողներ, օդաչուներ, բորտուղեկցորդներ եւ այլն։ Այս մարդիկ աշխատում են Հայաստանում, բայց աշխատանքի բերումով ստիպված են 90 օրից ավելի գտնվել Ռուսաստանում։ Այսինքն նրանք ոչ միգրանտներ են, ոչ էլ զբոսաշրջիկներ, սակայն միգրացիոն օրենսդրության հեղինակները նրանց համար որևէ բացառություն չեն նախատեսել։ Եթե իրավիճակը չշտկվի եւ այս տեմպերով վարկել են վարորդների մուտքը Ռուսաստան, արդեն հաջորդ տարի կարող ենք բախվել լուրջ խնդիրների թե արտահանման, թե ներմուծման ոլորտում։ Վառելիքի, ցորենի եւ հույժ կարևոր այլ կենսական ապրանքների հնարավոր դեֆիցիտից խուսափելու համար Հայաստանի իշխանությունները պետք է օր առաջ քայլեր ձեռնարկեն։ Թեմայի շուրջ զրուցել ենք միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ։ Օտարերկրյա քաղաքացիները, որոնք ժամանել են Ռուսաստանի Դաշնություն, առանց երկարաժամկետ կեցության որևէ թույլտվության, իրավունք չունեն մնալ Ռուսաստանի Դաշնությունում ավելի քան 90 օր մեկ տարվա ընթացքում։ Срок более чем 90 дней в течение года. Все абսուրդ է, 90 օրը ինչ ավոր։ Ամենաբարձր մակարդակով զբաղվում ենք այդ հարցում ԵԱՏՄ-ում։ 3 օր անցել է 90 օրից, ընդամենը 3 օր, 5 տարի իրեն փակել են։ Ղազախստանում ելան արագ ձևով այդ հարցի լուծում տվին։ Մենք երրորդ դասարան ավարտած ֆորի շոֆեր ենք, սաղ կյանքերի շոֆեր ենք եղել։ Այդ ցորենը չմտավ Հայաստան, հացը տարավ 100-ից 500 դրա։ Իրանք կարային դրա դեմը շուտ առնեին, որ այս խնդիրը չլինի։ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրության տարեսկզբից գործող փոփոխությունների համաձայն ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, ովքեր ոչ աշխատելու նպատակով են մեկնում Ռուսաստան, տարվա ընթացքում 180 օրվա փոխարեն այդ երկրում կարող են գտնվել 90 օր։ Ինչ խնդիրների են բախվում բեռնափոխադրում, ուղևորափոխադրում իրականացնող վարորդները։ Բեռնափոխադրողների, ուղևորափոխադրողների պարագայում այդ 90 օրը շատ արագ է ավարտվում, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք վերադառնալիս շատ հաճախ լարսի անցակետում ոչ իրենց կամքով հարկադրաբար ստիպված են լինում օրեր շարունակ կանգնել։ Սա եւս հանվում է իրենց 90 օրյա օրինական գտնվելու ժամկետից եւ սրա արդյունքում ցավոք սրտի բեռնափոխադրողները հիմա հայտնվել են մուտքի արգելքի տակ։ Նրանցից շատերը արդեն իսկ ունեն 5 տարի մուտքի արգելք։ Ինչպես կազդի այս խնդիրը Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության վրա, հաշվի առնելով հանգամանքը, որ բեռնափոխադրում իրականացնող հարյուրավոր վարորդների մուտքը Ռուսաստան կարող է 5 տարով արգելվել։ Սա կարող է բերել շատ լուրջ կոլապսի, որովհետև այնպես չի, որ այն քանակի բեռնափոխադրողներ, որ Հայաստանից են մեկնում ՌԴ, նույն քանակի էլ օրինական ՌԴ վարորդներ, ՌԴ քաղաքացիություն ունեցողներ, որ կարող են այդ ապրանքաշրջանառությունը ապահովել։ Առնվազն Հայաստանից գնացողների պարագայում հիմնականում
որպես կանոն այդ գործառույթը իրականացնում է Հայաստանի բեռնափոխադրման կազմակերպությունը եւ վարորդների միջոցով։ Ու սա շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ ընդհանուր բեռնափոխադրման դաշտում, ոլորտում։ Ազդեցությունը շատ նկատելի կլինի, սա կարող է բերել կտրուկ թանկացումների, կարող է բերել ապրանքների դեֆիցիտի, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։ Հայաստանը եւ Ռուսաստանը ԵԱՏՄ անդամներ են։ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացումը չի հակասում ԵԱՏՄ կարգավորումներին։ Անպայման հակասում է մի քանի առումով։ Ազատ տեղաշարժին է հակասում, հաջորդը ազատ առևտրային շրջանառությանն է հակասում, որտեղ այդ բեռները, երբ որ հասնում են Ռուսաստանի Դաշնություն, անշուշտ առևտրաշրջանառության մեջ են մտնում, եւ սա շատ ուղիղ է հակասում ԵԱՏՄ համաձայնագրին ու այս դիտանկյունից եւս օրինակ Qırğızstani բեռնափոխադրողների հետ կապված նման խնդրի պարագայում իրենց կառավարությունը հենց այս դիրքորոշումն է առաջ քաշել, որ ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների նկատմամբ առնվազն այս քաղաքականությունը չպետք է իրականացվի։ Հայ վարորդները նշում են, որ Ղազախստանի քաղաքացի հանդիսացող վարորդների համար ժամանակավոր մեղմացումներ են արվել։ Որքանով են հավաստի այս տեղեկությունները եւ ինչու բացառություն չի արվել ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների վարորդների համար։ Տեղեկությունը մենք ունենք բացառապես ղազախական կողմից, իրենք նշում են, որ երբ որ իրենց բեռնափոխադրողների նկատմամբ իրականացվեց այս խստացումները եւ նրանք հայտնվեցին օտարերկրացիների պահմավայրերում, սպեցպրիոմնիկներում, միգրանտների պահմավայրերում եւ սկսեցին արտաքսվել եւ դա մասսայական բնույթ սկսեց կրել, իրենց կառավարությունը բանակցություններ սկսել ծավալել ՌԴ կառավարության հետ եւ որոշակի համաձայնության եկան, որ այդ 90 օրը չպետք է տարածվի միջազգային փոխադրում իրականացնող բեռնափոխադրում իրականացնող վարորդների նկատմամբ։ Ցավոք ռուսական կողմից նման տեղեկատվություն չկա, ոչ հաստատում են, ոչ երգում են, առայժմ այս տեղեկատվությունը բացառապես ղազախական կողմից կա, բայց կա մի կարևոր հանգամանք, այն է, որ այս պահի դրությամբ Ղազախստանի վարորդներին առնվազն այդ միգրանտների պահմավայրերից, սպեցպրիոմնիկներից բաց են թողել եւ նրանք շարունակում են կարողանում են գնալ գալ։ Ղազախները պնդում են, որ իրենց կառավարությունն է ձեռք բերել համաձայնությունը, բայց իրենք նաև նշում են, որ անշուշտ սա պետք է վերաբերվի նաև ԵԱՏՄ մյուս անդամ երկրներին, մեր եւ Qırğızstani քաղաքացիների վրա առայժմ սա չի տարածվում, մեր քաղաքացիները եւս ցավոք սրտի առնվազն 2-3 օր պահվում են սպեցպրիոմնիկներում, հետո նրանց նկատմամբ կայացվում են վտարման որոշումներ, վտարումն էլ 5 տարի մուտքի արգելքով է իրենց իրականացվում։ Qırğızstani գործընկերները շատ ավելի դաժան իրավիճակի մասին են խոսում, որ սահմանին նրանց ոչ միայն վտարում են, այլ նաև ստիպում են դատարկել բեռները եւ նորից բարձել մեքենաները։ Բարեբախտաբար մեր վարորդների կողմից ես նման լուր չեմ ստացել, այսինքն այդպիսի իրավիճակ մեր վարորդների նկատմամբ դեռևս չկա։ Այսինքն կա անհավասար մոտեցում ԵԱՏՄ անդամ երկրների բեռնափոխադրողների նկատմամբ եւ այո, այս հարցը պետք է քննարկել ԵԱՏՄ հանձնաժողովի շրջանակներում եւ ներկայացնել ռուսական կողմին, որ ԵԱՏՄ անդամ երկրների նկատմամբ պետք է կիրառվի միատեսակ ուրեմն որոշում եւ իրականացվի այդ որոշումը եւ եթե ղազախական կողմի համար իրենք համաձայնել են, ապա ղրղզական եւ հայկական կողմի համար եւս պետք է այդ արտոնությունները տրամադրվեն։ Բացի բեռնափոխադրում եւ ուղևորափոխադրում իրականացնող վարորդներից, ովքեր են տուժում Ռուսաստանում 90 օր գտնվելու սահմանափակումից։ 90 օրյա սահմանափակումը չի վերաբերվում աշխատելու նպատակով եւ ուսման նպատակով մեկնողների, վերաբերում է մնացած բոլոր կատեգորիաներին, բեռնափոխադրող, ուղևորափոխադրողներին, օդաչուներին, բորտուղեկցողներին, օդանավերի սպասարկող անձնակազմերին, գնացքավարներին եւ նաեւ ոչ աշխատելու նպատակով մեկնող, օրինակ ընտանիքի անդամներ կամ ընդհանրապես ոչ աշխատելու նպատակով ՌԴ մեկնող անձանց, որոնց համար ժամկետը ուղղակիորեն կրճատվել է դառնալով տարվա ընթացքում 90 օր։ Ինչով են պայմանավորված Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրության նման խստացումները ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար։
Բնականաբար հասկանալի է, որ վիզային ռեժիմի երկրների պարագայում վիզային ռեժիմի երկրի քաղաքացին ուղարկում է իր փաստաթղթերը, ուսումնասիրում է եւ որոշում է կայացում կամ տրամադրվում է վիզա կամ չի տրամադրվում։ Ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար խստացումները իրենք պայմանավորում են նրանով, որ անարգել է իրենց մուտք ու ելքը, իսկ Ռուսաստանի Դաշնությունը այսօր ունի անվտանգային խնդիր եւ իրենք պարզապես փորձում են լուծել այդ անվտանգային խնդիրը, բայց այս պարագայում, եթե բեռնափոխադրողների վրա տարածվում է այս օրենքի այս դրույթը, ապա դա չի լուծում, ես վստահորեն կարող եմ ասել, չի լուծում անվտանգային խնդիր, սա ավելի շատ վտանգներ ստեղծում է հատկապես տնտեսության համար։ Կոտայքի մարզի Պրոշյան գյուղում բնակվող Մերիի պատմությունը շատերին է հուզել։ Միայնակ կինով 4 երեխա է մեծացնում ու միաժամանակ ցանկանում է աշխատել։ Հարցին թե ինչպես է համատեղելու աշխատանքը երեխաների խնամքի հետ, եթե հիշում եք տվեց կարճ, բայց հաստատական պատասխան՝ կհամատեղեմ։ Խեղված ճակատագրերում սովորաբար ձգտում ենք, որ նկարահանվող ընտանիքներին հասնենք թիրախային օգնություն։ Այս ընտանիքի դեպքում մեր ուշադրության կենտրոնում հենց աշխատանքներ։ Հասկանում ենք, որ Մերիի համար դա ոչ միայն եկամտի աղբյուր է, այլև հոգեբանական առողջացման, առօրյա հոգսերից ու ցավից կտրվելու միջոց։ Իսկ կնոջ հոգեվիճակը ամուսնուն կորցնելուց հետո ու մավան տարելից է իդեպ այսօր է նախանձելիների շեր։ Նախորդ տեսանյութում Արցունքն աչքին պատմում էր, թե ինչպես էին ամուսիններով մեջք-մեջքի տված կառուցում իրենց երազանքների տունը, ինչ պլաններ ունեին երեխաների հետ կապված, բայց հանկարծ մի օր իմանում են ամուսնու սրտի հիվանդության մասին, ինչն էլ որոշ ժամանակ անց դառնում է նրա մահվան պատճառ։ Հեռուստադիտողներին հատկապես հուզել էին Մերիի ավագ որդու խոսքերն ու արցունքները։ Ինչևէ, հիմա ուրախալի մասին։ Մերին աշխատանքի առաջարկ է ստացել Albiland կազմակերպությունից։ Այս ընկերության ներկայացուցիչները ևս հուզվել էին, դիտելով Պրոշյանում մանմախիթար, բայց կոկիկ ու մաքուր տանը բնակվող ընտանիքի պատմությունը։ Եթե հիշում եք, տան առաստաղն ու հատակը խոնավությունից բորբոսնել էին, որոշ հատվածներ կառուցապատված չէին։ Կարգին շինանյութ խանութների ցանցը Մալխասյաններին օգնել շինանյութով ավարտին հասցնելու ընտանիքի հոր կիսատ թվաց գործը։ Մեր մշտական բարերար բազմոց գրուպը մեծ բազմոց նվիրեց, Արիքս գրուպն էլ հեռուստացույց։ Մերին այժմ հնարավորություն կունենա նաև մարել կուտակած պարտքերը, որովհետև բանկային քարտին փոխանցված գումարներն ու մեր մշտական գործընկերների եւ հեռուստադիտողների դրամական աջակցությունը բավականին պատկառելի թիվ են կազմել։ Էլ չեմ խոսում առաջին անհրաժեշտության ապրանքների, գրենական պիտույքների եւ մյուս օգնությունների մասին։ Վստահ եմ, որ դրանք խթան կհանդիսանան, որպեսզի Մերի ավագ որդին գոտեպնդվի, հավատ ձեռք բերի սեփական ուժերի նկատմամբ եւ լավ կյանքի մասին մորը տված խոստումները դարձնի իրականություն։ Ներկայացնում եմ Սվետլանա Ավդիշյանի «Ուժ դարձած ցավը» տեսանյութը։ Կրկին Պրոշյանում ենք, այս անգամ խոստացված աջակցությունը փոխանցելու Մալխասյաններին։ Մեր հերթական այցը համընկավ ընտանիքի հոր Աշոտի մահվան տարելիցի հետ։ Նա ուղիղ 1 տարի առաջ հենց այսօրն է կյանքից հեռացել ու Մալխասյան ընտանիքի անդորը խաթարվել է։ Մեր կյանքը գլխի շուռ եկավ այն օրվանից, երբ որ իմացանք մեր տան լույսը հիվանդ է արդեն։ Այս ընտանիքին մեր զորակցությունը հայտնելու եւ նրանց հուսահատությունից փրկելու լավագույն տարբերակը նրանց կողքին կանգնելն էր ոչ թե խոսքով, այլ գործով։ Եվ հենց այս ամենաանհրաժեշտ պահին օգնության ձեռք մեկնեցին մեր մշտական ու հավատարիմ գործընկերները։ Մեր նախորդ հանդիպման ժամանակ երեխաները 3 բան խնդրեցին՝ հեռախոսներ, հեռուստացույց ու մահճակալ։ Փոքրիկների խնդրանքը բնականաբար շտապեցինք կատարել։ Նրանց հին ու մաշված մահճակալը նորով փոխարինեցինք Օրան բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ։ Ժամանակակից գեղեցիկ ու հարմարավետ երկտեղանի մահճակալ էին ուղարկել երեխաներին։ Տանտիրուհին այնքան հավանեց, որ տեղն ու տեղը շտապեց հարդարել անկողինը։ Երեխաներս կունենան ակուրատնի մահճակալ քնելու համար։ Այդ ամեն ինչից ես շատ զգացված եմ, շատ շնորհակալ եմ, որ այդ ժպիտը փոխանցեցիք նաև ինձ եւ իմ երեխաներին։ Եղեք լավն է։ Շատ շնորհակալ եմ իրոսին։ Հա։ Մենք ես մուլտիկներ գնային։ Հաջորդիվ երեխաները բացեցին նաև հեռուստացույցը, որ իրենց էր հասցրել խաղահրապարակների կանաչապատմամբ եւ ռետինապատմամբ զբաղվող փոքրիկների համար անվտանգ ու առողջ միջավայր ստեղծող Arix Group-ը։ Երեխաների ուրախությանը չափ չկար։ Arix Group-ը նույնպես ծանոթանալով ձեր ընտանիքի պատմությանը որոշեց մի փոքր ժպիտ պարգևել ձեր ընտանիքին նվիրելով հեռուստացույց, հուսով եմ, որ շատ կհավանեք։ Շնորհակալ ենք շատ։ Ես հեռուստացույց էի խնդրել, որտեղ մերը հիներ փչացել էր ու արդեն ունեցանք
Հեռախոսներով երեխաներին ապահովեց Mobile Center խանութի տնօրինությունը։ Գագիկն ու Գևորգը արդեն սմարթֆոններ ունեն։ Փոքրիկների աչքերը երջանկությունից փայլում էին։ Ով է ձեզանից ամենաշատը ուզում հեռախոս ունենալ։ Ես։ Ես։ Բայց մենք երկուսիդ համար էլ բերել ենք ու հուսով եմ, որ շատ եք հավանելու։ Մեր գործընկեր Mobile Center-ն է ուղարկել։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Իմ երազանքը հեռախոսներ, որ ես ինչ ուզենայի անեի, մուզիկներ նայի, քուրիկներիս հետ, ախպերներիս հետ։ Սա իհարկե միայն սկիզբն էր։ Մեր մյուս գործընկերը բազմոց գրուպն էլ նրբաճաշակ փափուկ ու հարմարավետ հյուրասենյակային բազմոց էր ուղարկել ընտանիքին։ Այս նվերից ոչ միայն անակնկալի եկան փոքրիկները, այլև սկսեցին վիճել, թե որ մեկն է առաջինը վայելելու այն։ Էլեգանտ տեսք ուներ, կարելի ասել, շատ գեղեցիկ էր ինքը, հարմարավետ եւ որակյալ։ Իսկ ահա Արգավան Դեյեմը ոճային ու գեղեցիկ բազկաթոռ հասցրեց երեխաներին։ Այս բազկաթոռը կդառնա նաև մի անկյունում, որ Տաթևիկը կարող է քնել վրան հանգիստ։ Արցախցի բարերար Գագիկ Սարգսյանն էլ գրասեղան նվիրեց փոքրիկներին։ Նրանք ոգևորված շտապեցին դարակներում դասավորել իրենց գրքերն ու տետրերը։ Նոր սեղանը ես կտնեմ երեխաների սենյակում, որ իրանք էլ թեկուզ դաս կանեն վրան գիրք, գրականություն, իրանց լավ կզգան, իրանք այդ ամեն ինչը տենալուց։ Կահույքի ձատ շատ ավելի կարևոր էր բնակարանի հին ու մաշված պատերի առաստաղի վերանորոգման խնդիրը, որը ամենաառաջինը տան փոքրերին էր անհանգստացնում։ Հոր կիսատ թողածը ավարտին հասցնելու նպատակով նաև շինանյութ էին խնդրել։ Այստեղ էլ մեզ օգնության հասավ կարգին շինանյութ խանութների ցանցը։ Մերի ջան, տեղեկացանք, որ ցանկանում եք վերանորոգել տունը։ Մենք ձեզ համար բերել ենք ավազ, ցեմենտ եւ ներկեր։ Այսքանով չենք սահմանափակվում։ Ալբիլենտ հրաշքների աշխարհի կողմից ձեզ բերել ենք նվեր-քարտ եւ մեկ օր կարող են երեխաները զվարճանալ այդ ամենամեծ խաղասրահներից մեկում։ Առաջինը կանենք պատալոգը, բաղնիկը, այն ինչը որ իմ ամուսինը կիսատա թողը, մենք կլրացնենք այդ ամեն ինչը, այն որ ինքն էլ վերևից տենա ու ուրախանա, հպարտանա, որ կարող ենք էլ իր կիսատը մենք անենք, չընկճվենք, չնեղվենք։ Կանչում իմ հոպարներին եւ քերիներին, տունը կվերանորոգենք աղբորս հետ։ Պալխասյաններին իրենց աջակցությունը հայտնելու էին եկել նաև դռներ ու պատուհաններ արտադրող շուկայում առաջատար Էկոկոմֆորտ ընկերության ներկայացուցիչները։ Անհրաժեշտ դրամական օգնություն էին բերել ընտանիքի ծախսերը փոքրինչ թեթևացնելու համար։ Մերի ջան, հասկանում եւ կիսում ենք ձեր վիշտը։ Ուժեղ եւ պինդ եղեք ձեր երեխաների կողքին։ Շնորհակալ ենք ձեզ, որ այս ամենամեծ դժվար պահին մեր կողքին եք։ Շատ շնորհակալ ենք։ Մերի ջան, Առողջ եղեք, որ այս հրաշքներին հասցնեք իրենց նպատակին։ Հորը կորցնելուց հետո երեխաների վերքերը դեռ թարմ են, հոգեվիճակը խոցելի։ Ծանր կորուստը խորհետք է թողել ընտանիքի բոլոր անդամների սրտերում։ Այդ նպատակով էլ Ժեստ հոգեբանական կենտրոն ընտանիքին հրավիրեց հոգեբանալոգոպեդական հետազոտության, նրանք նաև ստացան ընտանեկան համակարգային գնահատում։ Փոքրիկները վարքային թերապիայի եւ զգայական ինտեգրացիայի բոլոր պարապմունքները հաղթահարեցին։ Այսուհետ կանցնեն պարբերական թերապիաներ։ Փոքրերի անմոռանալի ժամանցն ու լավագույն հանգիստն էլ ապահովեց Ակվատեկ մարզառողջարանային համալիրը։ Երեխաներին հրավիրեցին ջրային զվարճանքների գոտի, մեծ լողավազաններով ու մանկական խաղահրապարակներով։ Երեխեք լողալ սիրում եք։ Այո։ Այո։ Լավ ուրախանալու եք։ Այո։ Շփտալու եք։ Այո։ Հա։ Սպասելու ենք ձեր անկեղծ ճպիտներին մեզ մոտ, որ հավեսով ժամանց անցկացնեք։ Շնորհակալ եմ ձեզ շատ։ Արդեն հաջորդ օրը ջրային գոտում արկածախնդիր երեխաները լողում, խաղում ու լիաթոք ծիծաղում էին, լիարժեք վայելելով յուրաքանչյուր պահը։ Օրվա վերջում ճաշակեցին նաև համեղ հյուրասիրությունը։ Մեր գործընկերները Մալխասյաններին նաև սննդով օգնեցին։ Բնական բաղադրիչներով պատրաստված քիմքշոյող բարձրորակ պահածոների, մուրաբաների եւ կոմպոտների տեսականիով էլ տպավորեց Իջևանի գինու կոնյակի գործարանը, որն արտադրությունն իրականացնում է էկոլոգիապես մաքուր պայմաններում, բարձր պահելով թե համի, թե որակի նշաձողը։ Առողջ սննդի հարցն էլ հոգած Արձնի հոլդինգի ղեկավարությունը թարմ ու բարձրորակ մթերք ուղարկելու զատ ընտանիքին աջակցել էին նաև ֆինանսապես։ Big Life ապրանքանիշն էլ բուժիչ հատկություններով մրգային տարբեր համերի բարձրորակ ու առողջարար դիետիկ յոգուրտներն էր ուղարկել երեխաներին։ Համեղ ու օգտակար իր արտադրատեսակներից էր ուղարկել նաև Sunfood ընկերությունը՝ կետչուպ, մայոնեզ, կարակ, բուսայուղ, բնական բաղադրիչներով խմորիչներ, մեծաքանակ էր օգնությունը։ Իսկ ահա Արաքս թռչնաֆաբրիկան ընտանիքի սննդի ռացիոնում ապահովեց մսամթերքի երկարատև պաշարը։ Սառեցված մսամթերք էին ուղարկել՝ հավի կոտլետներ, նրբերշիկներ, ձողիկներ, ամեն ինչ առողջ ու համեղ սնվելու համար։ Արաքս թռչնաֆաբրիկան տեղեկանալով եւ ծանոթանալով ձեր ընտանիքի պատմությանը, այսօր փորձեց մի փոքր օգսակից լինել ձեզ։ Արաքս թռչնաֆաբրիկան միշտ ձեր կողքին է լինելու։
Շատ շնորհակալ ենք ձեզ այս դժվար պահին մեր կողքին լինելու համար։ Անկեղծ եմ ասում, ես չէի սպասում, որ այս ամեն ինչը կարա մեր հետ լինի, այն ինչը, որ մենք երազել ենք, ճիշտ է չենք ուզել, բայց Սուրանկյան հաղորդաշարումը եւ բոլոր բարելարները մեր երազանքը կատարեցին։ Չենք մոռացել նաև երեխաներին ժպիտ ու երջանկություն պարգևող քաղցրավենիքի մասին։ Փոքրիկներին ահռելի քանակությամբ քաղցրավենիք էր ուղարկել Ռուսկի Բիսկվիտ ընկերությունը։ Սանեջ ամենաշատը սիրում է Էրիկը քաղցր ուտել եւ ինքը այդ ամեն ինչը տենալով շատ ուրախացավ, երևի թե ոչ մեկին մոտիկ չթողի։ Էկոֆորմ ընկերությունն էլ շտապեց ընտանիքին աջակցել իր որակյալ մաքրող միջոցներով ու տնտեսական ապրանքներով, նրանք նաև ֆինանսապես աջակցեցին ընտանիքին։ Ես բազմազավակ մայրիկ եմ, այդ ամեն ինչը ինձ շատ էր պետք գալու, նաև գումարը հետ կընկնի, կխնայենք։ Ընթերցասիրությունն էլ աչքաթող չէինք արել, կարդալ սիրող երեխաներին բազմաբովանդակ տարբեր ժանրերի գրքեր, նաև տետրեր էինք տարել։ Այստեղ էլ օգնության հասավ Edit Print ընկերությունը։ Ինձ դուր եկավ բոլոր գրքերը, Հովհաննես Թումանյանի կար, ես շատ եմ սիրում Հովհաննես Թումանյանի գրքերը կարդամ։ Բարերարներից մեկն էլ, որ ներկայանալ չցանկացավ, Մերիին սպորտային հագուստ էր ուղարկել։ Ընտանիքը դրամական օգնություն ստացավ ֆրանսաբնակ Արսենից, Բելգիայում ապրող Արայիկից, Անտոշկա մանկապարտեզից, ցանցերի աշխարհընկերությունից եւ Երևան City սուպերմարկետների ցանցից։ Աստված իրանց երկար տարիների կյանք տա, առողջություն տա, որ լիքը մեր նման մարդկանց կարողանան իրանք օգնեն եւ այդ մարդիկ կարիքից դուրս գան։ Մենք ինչ ուզել եք դուք բերել եք հեռախոս, մաղճակալ, բազմոց, հեռուստացույց։ Ես ձեզնից այդ ամեն ինչի համար շնորհակալ եմ։ Եվ իհարկե բոլոր անհրաժեշտ իրերը հաջողությամբ ու ապահով տեղափոխեցինք բեռնափոխադրում իրականացնող Լեգարա ընկերության շնորհիվ։ Մեր հավատարիմ հեռուստադիտողը եւս անմասն չմնաց հերթական աջակցությունից։ Այս ընտանիքի խեղված ճակատագրի պատմությունը եթեր հեռարձակվելուց շատ չանցած անդադար զանգեր ենք ստացել տարբեր անհատներից, որոնք հետաքրքրվում էին, թե ինչպես կարող են օգտակար լինել երեխաներին։ Հաղորդումից ժամեր անց մարդիկ դրամական մեծ փոխանցումներ են կատարել Մերի բանկային քարտին ու սատարել արժանապատիվ այս կնոջը։ Ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իմ մարիկին գումար են ուղարկում, իմ մարիկի աչքերը թաշ չեն թողել։ Այդ գումարները կծառայեն իր նպատակին առաջնայինը տան բարելարումը պայմանները ստեղծելու համար։ Իսկ հիմա ամենագլխավորը։ Մերին մեր հաղորդման շրջանակում ստացավ նաև այդքան ցանկալի աշխատանքի առաջարկը Ակվատեկ ընկերության կողմից։ Դրա համար սա թերևս ամենասպասված աջակցությունն էր։ Չէի սպասում իմ աշխատանքի համար, որը դա իմ համար ամենակարևորն էր։ Ես շատ եմ ուզում որ աշխատանք ունենամ, որ ես կարողանամ ինքս իմ հարցերը լուծեմ, ինչ որ մեկի վրա բեր չդառնամ։ Մալխասյանների ընտանիքի պատմությունը եւս մեկ անգամ ապացուցեց։ Նույնիսկ ամենահուսահատ պահին, երբ թվում է, թե ամեն բան կորած է, կյանքը կարող է նոր անակնկալներ բերել։ Ինչպես ասում են, մանանեխի հատիկի չափ հավատ է հարկավոր։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Սուրանգյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։ Մեկի մոտ համհոտն է անհետացել, մյուսի դեպքում տեսողությունը վատացել։ Ծանոթ տեսարան է, հիշեցիք։ Մենք այդքան լավ դասեր սովորող չենք։ Մեր երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր ենթատեսակը XFG-ն։ Շատ ծանր հարբուխ, կոկորդի ցավ։ Սա կարող է դառնալ COVID նոր ալիքի սկիզբը։ Մենք պետք է պատրաստվենք։ Միայն նախորդ մեկ շաբաթվա ընթացքում 459 մարդու հոսպիտալացրել են։ Մինչև 5 տարեկան երեխաները, հղիները։ Շատերն այդ ընթացքում բժշկի չեն դիմել։ Մենք պետք է գնանք դպրոցներ եւ պատրաստենք երեխաներին։ Վարակների տևողությունը կարող է ձգվել օրինակ մինչև 3 շաբաթ, բայց ամեն բան այսքանով ավարտվում է։ Շարժական կետեր են ծավալել ամբողջ քաղաքում։ Մեր հանրությունը դարձել է բավականին անհանդուրժող աբսուրդային դաժան սպանություն, այն էլ է եկեղեցին, չլսված բան։ Կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները բավարար չեն։ Մեղադրվողը ըստ տարածված լուրերի գրանցված է եղել հոգեբուժական կենտրոնում։ Վերահսկողությունից դուրս է մնում պացիենտը։ Մարդասպանը նրանցից պահանջում է հանձնել մեքենայի բանալիները։ Մերժում ստանալուց հետո կրակում սպանում է ամուսիններին։ Այն մասնագետը, որը պետք է անի այդ հաշվարկները, այդ վերլուծությունները, Հայաստանի Հանրապետությունում չկա։ Հոգեբուժի հաստիկում նշանակվում են մարդիկ, որոնք հոգեբուժության հետ որևէ առնչություն չունեն։ Ամբողջովին հարցում կա երկու հոգեբուժ։ Որ տարիքային խմբի, որ սոցիալական շերտի մարդիկ են ավելի շատ սկսել ծանր հանցանք գործել։ Կոպիտ ասեմ, help պետք չէ։ Որոնք են այդ անադեկվատությունը ծնող պատճառները։ Պատերազմից հետո հասարակությունում քրեական վարքի տոկոսը բարձրանում է։
Վերջին 2 շաբաթում չեն դադարում ահազանգերը մեր խմբագրություն երկրում վխտող վարակների հետ կապված։ Մարդիկ տագնապած ասում են, թե հիվանդանոցներում տեղ չկա, բայց առողջապահության նախարարությունը կրավորական կեցվածք է ընդունել։ Ավելին, հերքում է հնարավոր պանդեմիայի մասին խոսակցությունները։ Ահազանգողները սա բացատրում են խոճապ չտարածելու ցանկությամբ։ Ասում են, երևի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակով առողջապահության պատասխանատուները եւս կարծում են, թե որքան քիչ խոսեց վարակի մասին, այնքան այն կթուլանա։ Այո, ըստ պաշտոնական պարզաբանումների երկրում համաճարակային իրավիճակը վերահսկելի է, բայց ձեր շրջապատից քանի մարդ է հենց այս պահին հիվանդ հարբուխով կամ բարձր ջերմությամբ, որոնք ուղեկցվում են գլխացավով, մկանացավով, կոկորդի ցավով, հազով կամ խրպոտությամբ։ Չեմ կարծում, թե նեղ մասնագիտական որակավորում ունեցող բժիշկներից բացի SARS-CoV-2 XFG հապավումը կարող է ինչ-որ մեկին բան ասել, սակայն երբ ասում են ստրատուս, շատերն են հասկանում, որ խոսքը կորոնավիրուսի նոր տարբերակի մասին է։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է Կանադայում այս տարվա հունվարի 27-ին, իսկ այժմ տարածված է մոտ 40 երկրում։ Փաստ է, որ COVID-ի նոր ենթատեսակներից հերթականը հաստատվել է մեր երկրում, բայց արդյոք դաս են քաղել ընդամենը 5 տարի առաջ մեր ու աշխարհի հետ կատարվածից։ Գիտենք, թե ինչպես կանխարգելել հնարավոր պանդեմիաները։ Պատասխանատուները վստահեցնում են, այո, համակարգը պատրաստ է։ Նշում են, թե COVID-ի օրինակով գիտեն, ով ինչ պետք է անի, ինչպես պետք է արդյունավետ գործի միջգերատեսչական կապը։ Մասնագետների սակայն այս պատասխանը այնքան էլ չի համոզում։ Ասում են, թե փորձ է արվել սայլը շարժել առաջ, բայց իրական առաջընթաց դեռ չկա։ Էդուարդ Պողոսյանի տեսանյութը վերնագրել ենք նոր վարակ հին դասեր։ Ծանոթ տեսարան է, հիշեցիք, COVID-19-ը 5 տարի առաջ էր, ինչպես սկսվեց, այնպես էլ կուզեի ասել, որ ավարտվեց, բայց առնվազն ճիշտ չեմ լինի։ Ավարտվեցին ճգնաժամային ու արտակարգ դրությունները, թողնելով մեկ կարևոր հետևություն՝ յուրաքանչյուր վիրուս կարող է գլխի վայր շուռ տալ համաշխարհային օրակարգը, եթե պետություններն ու հասարակությունները պատրաստ չլինեն միասնական գործելու։ Մնում է հասկանալ, սերտել ենք այս դասը, թե բազմաթիվ երկրների օրինակներ կան, որոնք նույնիսկ հենց համավարակի ժամանակ այսպես շատ ակտիվ այդ դասերը սովորում էին եւ քայլեր էին իրականացնում, որոնք ուղղված էին ոչ միայն այդ համավարակի դեմ, այլ հետագա համավարակներին ավելի լավ պատրաստվելու համար։ Իմ մոտ տպավորությունը կողքից նայելով, առնվազն գոնե հետևելով բաց այսպես հասանելի ինֆորմացիային, որոնք կա, մենք այդքան էլ լավ դասեր սովորող չենք։ Սուր շնչառական վարակների շրջանն է վիրուսների սիրած ժամանակը իրենց կենսունակության կոմֆորտ միջավայրով։ Այս սեզոնին մեր երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր ենթատեսակը XFG-ն, որն ունի ստրատուս ոչ պաշտոնական անվանումը։ 14 օրում արդեն 70 հաստատված դեպք կա։ Ըստ առողջապահության նախարարության իրավիճակը կայուն է, սակայն միջազգային փորձագետներն այն համոզմունքն ունեն, որ սա կարող է դառնալ COVID նոր ալիքի սկիզբը։ Բժիշկ Լիլիթ Կուջոյանը Սուրանկյան հետ զրույցում պատմում է գլխով անցածը, ցավերն ուժեղ էին, ընթացքը ծանր։ Կլինիկական նշանները բավականին ծանր, շատ ծանր հարբուխ, կոկորդի ցավ, ջերմության բարձրացում, գրեթե 4-5 օր շարունակ, ուրեմն ջերմիջեցնողներին դժվար ենթարկվող, այդ թվում նաև կոկորդի ցավը դեղորայքին դժվար ենթարկվող, քիթ, ըմպան, ամբողջ վերքային, մկանային ուժեղ ցավեր, որոնք նույնպես դեղորայքին չեն ենթարկվում ցավազրկողներին, գրեթե ընդհանուր թուլություն։ Հայաստանում հիմա գրիպ չկա, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից ենք տեղեկանում։ Սուր շնչառականներից ռինովիրուսը, պարագրիպը, ադենովիրուսը ու բոկավիրուսն են ակտիվ։ Համապատասխան ախտանշաններով միայն նախորդ 1 շաբաթվա ընթացքում 459 մարդու հոսպիտալացրել են, մեծամասամբ գրեթե 75%-ը մինչև 18 տարեկաններն են։ Ցավոք սրտի, ես չեմ տեսել միջոցառումներ ռեալ, որպեսզի իրականացվեն, հա, իհարկե հրապարակվեցին տվյալներ, որ ձեռք են բերվել պատվաստանյութեր եւ խրախուսվում է պատվաստվել վիրուսից խուսափելու համար, բայց եկեք վերցնենք ուրեմն թիրախային խմբերը, հա, մինչեւ 5 տարեկան երեխաները, հղիները, 65 տարեկանից բարձրները եւ քրոնիկական հիվանդություններ ունեցողները։ Ու աշխատանք, որ կատարվի թեկուզ թիրախային խմբերի հետ, որ պետք է կանխարգելել
հարգելել, թեկուզ նույն պատվաստվելով, ասենք աշխատանք չի տարվում։ Իսկ աշխատանքը պետք է տարվի շատ ուղիղ, շատ կետային ու շատ թիրախային։ Ամեն դեպքում մենք մշտապես ուրեմն իրազեկում ենք մեր բնակչությանը բոլոր այդ ուղղությամբ զարգացումների մասին, խորհուրդներ ենք տալիս, այստեղ խնդիրը նաև այնա որ մարդիկ լսեն եւ ուրեմն անսան մեր կոչերին։ Պետք է լինել ակտիվ, այսինքն այն ինչ որ անում եք, կազմակերպում եք, պայքարի միջոցները պետք է իրականացվեն ակտիվ ճանապարհով։ Օրինակի համար, եթե մենք ուզում ենք թիրախային մի խումբը, երեխաները նախադպրոցական եւ դպրոցական տարիքի իրենց պաշտպանենք եւ ունենք պատվաստաններ, մենք պետք է գնանք դպրոցներ եւ պատվաստենք երեխաներին կամ գնանք մանկապարտեզներ եւ պատվաստենք երեխաներին, ոնց որ ժամանակին շատ տարիներ առաջ, հատկապես սովետական միությունում արվում էր, այլ ոչ թե հույսը դնել ծնողների կամ ընդհանրապես մարդկանց այսպես հասուն մտքի վրա։ Գրիպի վիրուսները ամեն տարի տարբեր բանով են տարածվում։ Յուրաքանչյուր տարի ելնելով կանխատեսումներից, թե որ գրիպի ենթատեսակի հետ ենք մենք գործ ունենալու, համապատասխան պատվաստում առնում եւ հնարավորինս մոտեցնում ենք այդ ծառայությունը բնակչությանը։ Տեսեք, շարժական կետեր ենք ծավալել ամբողջ քաղաքում։ Մենք պետք է պատրաստվենք նոր սեզոնին, ժամանակ կա պատվաստվելու համար, այն ժամանակը կամ ժամանակահատվածը, երբ նա առավել արդյունավետ է։ Չնայած պաշտոնական թվերին առողջապահական կազմակերպիչը վստահ է վերջին 1-2 շաբաթվա ընթացքում մեր երկրում շրջանառվող սուր շնչառական վարակների ընդհանուր պատկերն առավել մտահոգիչ է։ Նրա պնդմամբ շատերն այդ ընթացքում բժշկի չեն դիմելու դեպքում, եթե վիճակը ծանր չի եղել, ապա բուժկենտրոն չեն տեղափոխվել։ Ես վերջապես բժիշկ եմ, ինձ մոտ գալիս են պացիենտներ, ամեն երկրորդը նշում է ունեցած դրվագ հիվանդացության իր կամ իր հարազատի ընտանիքում ու բոլորը նշում են նույն ծանր սիմպտոմատիկով։ Կարծում եմ, որ բոլորս նույն վիճակում ենք, մեր շրջապատում չկա մարդ գրեթե ով այս վիրուսը տարած չլինի։ Թեպետ յուրաքանչյուր օրգանիզմ եւ վիրուս իր առանձնահատկություններն ունի, այնուամենայնիվ հիվանդացության ժամանակ սուր շնչառական վարակների տևողությունը կարող է ձգվել օրինակ մինչեւ 3 շաբաթ, բայց ամեն բան այսքանով ավարտվում է։ Քովիդն էլ սուր շնչառականների ընտանիքից է, բռնկումը ոչ ավելի ոչ պակաս շուրջ 5 տարի առաջ էր, բայց մարդիկ կան մինչեւ այսօր չեն ձերբազատվել դրա հետևանքներից։ Մեկի մոտ համհոտն է անհետացել, մյուսի դեպքում տեսողությունը վատացել, լսողությունը թուլացել։ Մի բան է բուն հիվանդությունը, դրա սուր ընթացքը։ Մի բան է այդ հիվանդության post, այսպես էֆեկտը, հա, ինչպես է դա հետագայում արդեն առողջացած մարդկանց կյանքի որակի վրա ազդում։ Այսպիսի դեպքեր այո կան, եւ մեկը չի, երկուսը չի, շատերի մոտ է հանդիպում, եւ բնականաբար դա ազդում է կյանքի որակի վրա։ Գիտականորեն արդեն հաստատում կա, գործ ունենք նաեւ long կամ post-covid սինդրոմի հետ։ Վիրուսն օրգանիզմից դուրս է եկել, բայց դրա ազդեցությունները, հետևանքները դեռ կան, ընդ որում բոլոր հիվանդացածների մինչև 20%-ը ռիսկի խմբում են, բայց մասնագետներն ասում են, սա էլ դեռ կփոխվի, թեպետ օրինակ համն ու հոտը գուցե էլ երբեք հետ չգան, օրգանիզմից է կախված։ Հիմա մենք տեսնում ենք, որ մենք ունենք այդ հետևանքները, հա, սկսած նրանից, որ մարդկանց մոտ հիմնականում բավականաչափ իջած է իմունիտետը, այսինքն դիմադրողականությունը, ավելի ընկալունակ են վիրուսների հանդեպ, կլինի դա COVID թե ինչ վիրուս ուզում լինի, վերջացրած նրանով, որ սիրտանոթային հիվանդություններ ունեցողների մոտ բավականին քրոնիկ ընթացք է գնացել, նույնը շաքարային դիաբետը։ Հարց է առաջանում, չէ՞, իսկ այլ հիվանդություն ունեցող մարդիկ, որոնք բժշկական օգնության կարիք ունեին։ Իրենց մոտ ինչ խնդիրներ առաջացան միայն այն պատճառով, որ հոսպիտալները գերծանրաբեռնված էին եւ չէին կարող այդ մարդկանց ընդունել։ Սա էլ լուրջ խնդիր է, որ ուսումնասիրության կարիք ունի։ Մաքուր օդ շնչեք վիրուսների դեմն առնելու հայտնի բանաձևերից է, բայց օրինակ հետաքրքրական է, գոնե Երևանում հիմա, երբ մթնոլորտային օդում փոշու թույլատրելի կոնցենտրացիաները, ասենք Շենգավիթի 1 օրվա ցուցանիշը նախորդ օրվան արդեն գերազանցում է շուրջ 11 անգամ, ապա բացենք պատուհանը, պարզ է, չէ՞, եթե վնաս չտանք, օգուտ հաստատ չենք ունենա։ Պատասխանատուները հանգստացնում են պնդելով, թե այս հարցում խիստ մտահոգվելու պատճառ առայժմ չունենք։ Բժիշկները սակայն ճիշտ հակառակ կարծիքին են, իսկ սովորական մահկանացուներս միայն COVID անունը լսելուն պես սարսռում ենք, հին շորշոփը կա։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանգյուն։ Վերջին օրերին տեղի ունեցավ սարսափելի երկու դեպք։ Սարսափելի է ոչ միայն հետևանքով, այլև ձևով։
Հոգեբուժանից նոր ազատված մի քաղաքացի բարեկամի հոգեհանգստի ժամանակ եկեղեցու ներսում սպանում է մահացածի քավորին, մեկ այլ դեպքում տղամարդը սպանում է 4 հոգու։ Եթե նման բան տեղի ունենար տարիներ առաջ, հանրությունը դեռ երկար կքննարկեր, անարգանքի սյանը կգամեր թեկուս աննշան մեղավորություն ունեցողներին անգամ լինչի դատաստան կպահանջեր։ Մինչդեռ մեր օրերում եկեղեցու ներսում կատարված ու եւս 4 մարդու սպանությունների վերաբերյալ քննարկումները 2 օր էլ չտևեցին։ Կարծես սովորական շարքային դեպքեր էին, այլ ոչ թե կարմիր գծերը սրբած իրադարձություններ։ Հարց կառաջանա, իսկ ինչու է այդպես։ Սովորաբար նման սպանությունների մասին լսելիս առաջին արձագանքը լինում է զգացմունքային։ Հասարակությունն է գժվել, մարդիկ խելքները թռցրել են, կյանքը քաոս է դարձել։ Մինչդեռ իրականում այս ամենի հիմքում ոչ թե մարդկանց խենթանալն է, այլ համակարգային գործոնների շղթան։ Դրանցից են սոցիալ-տնտեսական ճգնաժամերը, երբ գործազրկությունը, գնաճը կամ վարկային ծանրաբեռնվածությունը բարձրացնում են ստրեսի մակարդակը, հոգեբանական կոլեկտիվ տրավմաները, երբ պատերազմի, կորուստների, սոցիալական անարդարության միջավայրում հասարակության մեծ մասը դառնում է հոգեբանորեն սպառված, արդարության համակարգի նկատմամբ անվստահությունը, երբ մարդիկ համոզում են, որ արդարությունը չի գործում եւ փորձում են այն իրականացնել ինքնուրույն, պատճառների այս շարքը կարելի է երկար շարունակել, բայց կանգ առնենք հոգեբանական մի նրբության վրա։ Հարվարդի համալսարանի մի շարք ուսումնասիրություններ փաստում են, որ կենդանիների հանդեպ դաժանությունը մարդասպան վարքագծի նախանշան է։ Նրանք պարզել են, որ Միացյալ Նահանգներում բռնարար կամ սերիական մարդասպանների ավելի քան 80%-ը առաջին զոհերին գտել են կենդանական աշխարհում։ Երբ մարդը միտումնավոր է սպանում կենդանուն, նրա ուղեղում տեղի է ունենում զգացմունքային արձագանքի մարում, եւ այն նեյրոնները, որոնք պատասխանատու են կարեկցանքի համար, դադարում են ակտիվանալ, ու մարդը հաջորդ անգամ չի զգում նույն ցավը, երբ սպանում է իր նմանին։ Ինչու եմ սա հիշատակում։ Որովհետև 4 անձի սպանության մեջ մեղավորը ըստ տեղեկությունների ժամանակին կրակել է շների վրա։ Ինչ գործ ունի մոլագարի ձեռքին հրազելը, որ շների հետո էլ 4 մարդու սպանի։ Այսինքն ներկայացված օբյեկտիվ պատճառներից բացի նաև իրավապահների աշխատանքն անարդյունավետ։ Մասնագետները շարունակ կոկորդ են պատռում, թե օրինական զենքով սպանությունների թիվը գրեթե զրոյական է, բայց մեր փառապանծ իրավապահները նախընտրում են ոչ թե մոլագարի մոտ չգիտեմ որտեղից հայտնված զենքը արգրավել, այլ ասենք ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական եւ հասարակական գործիչների օրինական հրազենը։ Կամ մոլագար հանցագործների շրջանում կանխարգելիչ աշխատանքներ տանելու փոխարեն հոգեվորականների են ձերբակալում։ Մի խոսքով արդեն տևական ժամանակ երկրում այս ողբալի իրավիճակի համար բոլոր նախադրյալները ստեղծված են։ Հետևաբար պետք չէ զարմանալ, թե եկեղեցու ներսում կամ 4 մարդու սպանությունները ինչու չեն արժանանում հանրային լուրջ պարզավանքի։ Ներկայացնում եմ Արմեն Աթալյանի «Սպանությունից լուր համաձայնություն» տեսանյութը։ Շարենցավանում Սուրբ Փրկիչ եկեղեցում հոգեհանգստի արարողության ժամանակ դանակահարություն։ Լուրն օրեր առաջ շոկի ենթարկեց մարդկանց։ Վիրավորը ծանր վիճակում տեղափոխվում է հիվանդանոց եւ գիտակցության չգալով մահանում։ Կասկածյալը հայտնաբերվում եւ բերման է ենթարկվում։ Տեղեկություն է տարածվում, որ եկեղեցում Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհերից մեկի հոգեհանգիստն էր, իսկ սպանվողը հանգուցյալի կնքահայրն էր։ Դանակահարողը հանգուցյալի ընկերը, որը կնքահորն էր մեղադրում իր ընկերոջ մահվան համար։ Թեպետ ընկերն ուղևոր է եղել, իսկ վարորդը եւս զոհվել էր։ Աբսուրդային դաժան սպանություն, այն էլ է եկեղեցում, չլսված բան։ Նույն աբսուրդային դաժանության թեմայի շարունակությունը։ Արամուս գյուղում 61-ամյա տղամարդը վեճից հետո տնից վերցրած հրազենով Գազարի մարգում սպանում է հարևան ամուսիններին։ Դաժանությունը այնքան է զարգացնում, որ հետո էլ եղանով ծանր վնասվածքներ է հասցնում կնոջ մարմնին։ Դեպքից ժամեր անց էլ 61-ամյա մարդը Զովաշեն գյուղի ճանապարհին հարակից տաղավարում տեսնում է ճանապարհից հանգստացող մեկ այլ ամուսնական զույգի՝ Վահե Մատիրոսյանի եւ Մարինե Հայրապետյանին։ Կինը Ռուսաստանում հայտնի էնդոկրինոլոգ էր։ Մարդասպանը նրանցից պահանջում է հանձնել մեքենայի բանալիները։ Մերժում ստանալուց հետո կրակում սպանում է ամուսիններին ու հեռանում հենց նրանց ավտոմեքենայով։ Ծանր եւ առանձնակի ծանր հանցագործությունների թիվը Հայաստանում աճել է եւ նշված օրինակները ցավոք ամեն օր լրահոսում հայտնվողներից մի քանիսն են միայն։ Այսինքն սրանք բացառություններ չեն, այլևս գրեթե օրինաչափություններ են։ Բնականաբար հարց է առաջ գալիս. ինչով է պայմանավորված այս մտահոգիչ վիճակը։ Դա պետք է ինձ քրեական մասնագետը մանգա, թե որոնք են հանցավորության ծնող պատճառներն ու պայմանները, որոնք են հանցավոր վարքագծի սոցիալական, իրավական, տնտեսական հիմքերը եւ ի վերջո ինչ պրևենտիվ միջոցառումների համակարգ պետք է իրականացվի, այսինքն կանխարգելող միջոցառումների համակարգ։
այն մասնագետը, որը պետք է անի այդ հաշվարկները, այդ վերլուծությունները Հայաստանի Հանրապետությունում չկա։ Այսինքն Հայաստանում չկա որևէ գիտական ինստիտուտ, որը իրավապահ համակարգին կտա վիճակագրություն, վերլուծություն, թե որ տարիքային խմբի, որ սոցիալական շերտի մարդիկ են ավելի շատ սկսել ծանր հանցանք գործել, որ դրդապատճառն է գերակշռում, որ համայնքներում հիմնականում եւ այլն։ Նախարար Արփինե Սարգսյանը շատ խիստ հրահանգել է ենթակա ստորաբաժանումներին ակտիվացնել միջոցառումները հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ, քանի որ կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները բավարար չեն։ Ու ինձ մոտ հարց է առաջանում, երբ որ տիկին նախարարը խնդրում է ակտիվացնել այդ կանխարգելման ուղղված միջոցառումները, ինչ է ակնկալում, որ ենթակա ստորաբաժանումները պետք է անեն։ Եվ իսկապես, եթե ոստիկանությունը տեղյակ չէ, թե որոնք են այս կամ այն ծանր հանցագործությունը ծնող հիմնական դրդապատճառները, ում կամ ինչի դեմ են պայքարելու, այսինքն չկա թիրախ, ուրեմն ինչպես է իրականացվում հանցավորության դեմ պայքարը։ Կոպիտ ասեմ, այլ խելք պետք չի։ Եթե կա այդ լսելու հնարավորությունը, մտնենք դատարան թույլտվություն վերցնենք, անձին լսենք, տեսնենք ինքը ինչ է պլանավորում, ու շատ դեպքերում դա նաև օգտագործվում է այլ շահերի համար, հա, այդ խնդիրների լուծման համար։ Բայց բոլորին չես գաղտնալսի։ Այս ահասարսուր հանցագործությունների մեղադրյալներին գաղտնալսելու խնդիր իրավապահները հաստատ չեն կարող ունենալ։ Նրանք այդ տիրույթում անելիք չունեին, իսկ ով ուներ առողջապահական համակարգը։ Նշված հանցագործություններից մեկում մեղադրվողը ըստ տարածված լուրերի գրանցված է եղել հոգեբուժական կենտրոնում, մյուսն ունեցել է հոգեկան խնդիրներ։ Այստեղ էլ հարց է առաջանում, ինչու մասնագետները ժամանակին չեն կանխում նման խնդիրներ ունեցողների հոգեվիճակի սրացումը, ինչը, ինչպես հասկանում ենք, հաճախ է հանգեցնում ողբերգական հետևանքների։ Երբ որ պացիենտը ստացիոնար դուրս է գրվում, բուժվում, լավացվում, դուրս է գրվում, դրանից հետո պետք է իր դիսպանսերիզացիան եւ բժշկական դիտարկում, այսպես ասած, նորմալ տեղի ունենա։ Երբ որ վերահսկողությունից դուրս է մնում պացիենտը, օրինակ ինքը դեղերը չի խմում, կամ ընդհանրապես նորմալ, այսպես ասած, բժշկական դիտարկում բժշկի տեղամասային ամբուլատոր պայմաններում բուժում չի իրականացվում կամ հսկողություն չի իրականացվում։ Մի օր սրանում է իր մոտ ու տենց ցավալի դեպքեր են տեղ ունենում։ Խնդիրն այն է, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց վիճակին հետևող մասնագետներ որպես կանոն չկան։ Մազերից շատերում հոգեբուժի հաստիքում նշանակվում են մարդիկ, որոնք հոգեբուժության հետ որևէ առնչություն չունեն։ Պարզապես պետպատվերով դեղ են հատկացնում հոգեկան խնդիրներ ունեցողներին։ Մարդու հոգեկան վիճակի վատթարացումը նրանք կարող են նույնիսկ չֆիքսել։ Մարզերում աշխատող հոգեբուժների քանակը շատ սակավաթիվ։ Օրինակ կարամ ասեմ, Սյունիքի մարզում, ամբողջ Սյունիքի մարզում կա 2 հոգեբուժ։ Մարզերում աշխատելը պետքա պահանջարկ ունենա ժամանակ, երբ որ այդ մարդկանց տվի բարձր աշխատավարձ։ Հիմա ցավոք սրտի նույն պետական հոգեբուժական հաստատություններից հնար լինելու դեպքում բժիշկները գնում են նաև որոշակի մասնավոր կենտրոններ։ Այսինքն ոչ հիվանդանոցային բուժում ստացող հոգեկան խնդիր ունեցող անձանց մեծ մասը իրենք իրենց հույսին են։ Եթե բախտները բերի, գիտակցության մթագնում չեն ունենա եւ չեն ընկնի, ուրիշներին էլ չեն գցի փորձանքի մեջ։ Զարգացած առողջապահական համակարգի ունեցող երկրներում բժիշկը առաջնորդվում է կլինիկական ուղեցույցով։ Որ հիվանդության դեպքում ինչ դեղորայքային բուժում նշանակի, ինչքան ժամանակ, ինչքան դեղաչափերով Հայաստանում գետ մեկ կլինիկական ուղեցույց հոգեբուժական հիվանդությունների վերաբերյալ չկա։ Մեծ հաշվով չկան տվյալներ, թե ամեն տարի քանի հանցանք է գրանցվում, որոնք կատարել են անադեկվատ վիճակում գտնվողները, որոնք մինչև այդ որևէ հանցանք չեն գործել, եւ ընդհանրապես, որոնք են այդ անադեկվատությունը ծնող պատճառները։ Մեր հանրությունը դարձել է բավականին անհանդուրժող եւ ագրեսիվ։ Դրանում կարելի է համոզվել ուղակի քաղաքով ելթևեկելիս։ Երևի չկա օր, որպես ինչ որ ազդանշանից կամ փոքր խնդրից մարդիկ դուրս չգան ափերից եւ թեման չվերածվի մարդասպանության։ Սրա պատճառներից մեկը համարվում է պատերազմը։ Դա ոչ գիտական գնահատական է։ Գիտական գնահատական կարող են տալ գիտնականները, եթե ունենային դրան առնչվող պետական պատվեր եւ իրականացնեին լուրջ հետազոտություն։ Միջազգային փորձը հուշում է այն, որ բոլոր, բացարձակապես բոլոր պատերազմներից հետո հասարակությունում քրեական վարքի տոկոսը բարձրանում է։ Որն է սրա պատճառը։ Պատերազմի ընթացքում քանդվում են մարդկանց սոցիալական պատնեշները եւ ջնջվում են կարմիր գծերը։ Ողջ մնալու համար անհրաժեշտ ծայրահեղ քայլերն են ստիպում։ Արձագանքում է արդեն իսկ անմեղ գործոններին, ուժեղ ագրեսիայով, դյուրագրգռությամբ, ուրեմն անքնությամբ, մշտապես նեգատիվ բացասական ինչ-որ բան սпасելու ներքին ուրեմն հակումով, ինչը խոշոր իմաստով պաշտպանական է եւ հոգեկան ցավի ցուցանիշ է, բայց վարքային դրսևորումը իր կարող է լինել միջև անգամ քրեական։ Հարցն այն է, որ այս խնդիրը չի կարող լուծել մեկ կամ երկու մասնագետ կամավորական սկզբունքներով։ Սա համակարգային լուծումներ պահանջող հարց է։ Պատերազմից հետո նմանատիպ համակարգային մոտեցում չի կիրառվել,
եւ կիրառվել են որոշակի ուրեմն հոգեթերապևտիկ հոգեբանական աջակցման, նախնական աջակցման առաջին հոգեբանական օգնության մեթոդներ, որոնք որ բոլորին էլ հասանելի չեն եղել խոշոր իմաստով։ Եթե Հայաստանի իրավապահ համակարգը հանցավորության դեմ պայքարում շարունակի կիրառել նույն գործիքակազմն ու մեթոդաբանությունը, լավագույնն ինչին կարող է հասնել այդ գործում հետևանքների դեմ պայքարն է, այսինքն հրդեհների մարում առանց աղբյուրների վերացման։ Արմեն Նաթալյան, Զոհրաբ Քարամյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Հիմա կասեք, իսկ ես ինչ ա վառը Շամշան, գորգեր ու ներքնակներ, ժողովուրդ ջան։ Սա վառվել է, չէ՞։ Պատկերացրիք, Մերսեդեսը խորը նոկաուտի ա ուղարկել հսկայական զիլին։ Պարզ երևում է, չէ, որ այս ավերածությունները չէին լինի, եթե վարորդը մեծ արագություն չունենար։ Ասա եկել եք փող աշխատեք, ձեր համար աշխատեք, ինչ եք գնում գիշերվա միլիոնին, դեմադրում Արամ Իլիչի Սուսերով պարը։ Սովորական հետքեր է լսում։ Հարվածը եղել է մեքենայի աչակողմյան հատվածում, ինչը նշանակում է, որ հետիոտը նոր է պատրաստվել փողոց անցնել, այսինքն ոչ մի 50 մետրի մասին խոսք չկա։ Դնի մեջը։ Ինչպիսի սարսափելի մա, պատկերացնում եք, այս հսկայական կռունկը ընկնի մարդու վրա։ Ես չգիտեմ, թե փրկարարներն ու պարեկները ում կամ ինչ են այս կռունկի տակից դուրս բերել։ 13 տարի առաջ, երբ ստեղծում ենք այս նախագիծը, դժվար թե պատկերացնենք, որ թողարկման մի հսկայական հատված նվիրելու ենք քրեական քրոնիկոնին, արտակարգ պատահարներին ու ավտովթարներին։ Ինչու՞։ Որովհետև նախ այս կարգի տեղեկատվության հասանելիությունն էր սահմանափակ, համացանցը դեռ զարգացած չէր, եւ հետո այսքան սպանություններ, վթարներ ու դժբախտ պատահարներ չէին լինում։ Փաստորեն սպանությունների մասին մի ծավալուն ռեպորտաժ ներկայացրինք, հիմա էլ խոսելու ենք վթարների, վրաերթերի, հրդեհների մասին։ Երկարուձիգ 13 տարիների ընթացքում արդեն չեմ էլ մտաբերում, թե քանի անգամ ենք զգուշացրել, որ մայրաքաղաքի մի շարք պողոտաներ, հատկապես Արշակունյացը, Իսակովը եւ Մյասնիկյանը օրվա մութ ժամերին չափազանց վտանգավոր են։ Դրանք արագություն զարգացնելու համար համարվում են վարորդների սիրելի հատվածները։ Իսկ ինչպես գիտենք, մեր վարորդները սիրում են տանջել գազի սեղմակը։ Դե հիմա պատկերացրեք օրվա մութ ժամին արագություն տենչող վարորդը Իսակովի պողոտայում մոռանում է նաև կրկնապատկել զգոնությունը, ինչի մասին եւս զգուշացրել ենք ու կարծանագրվի այն պատկերը, որի ականատեսը դարձանք օրերս։ Տապալված լուսակիր, ջարդված քարե արգելապատնեշներ, ճանապարհին աջ ու ձախ թափված իրեր։ Սակայն այսքանով հանդերձ Մերսեդեսի վարորդը իրավունք չունի բողոքել ճակատագրից, որովհետև սարսափելի ինքնավթարի հետևանքով անգամ թեթև վնասվածք չի ստացել։ Եվս մեկ անգամ հորդորում եմ հատկապես լայն ու ընդարձակ պողոտաներում, հատկապես մութ ժամերին չգերազանցել թույլատրելի արագությունն ու ցուցաբերել առավելագույն զգոնություն։ Ուղիղ 7 օր առաջ Վաղաշապատում 62-ամյա կնոջը մահացու վրաերթի ենթարկելու դեպքը ներկայացնելիս զգուշացրեցի հատկապես ոչ երիտասարդ կանանց ճանապարհ անցնել միայն հետիոտների համար նախատեսված հատվածներով, իսկ դրանց բացակայության դեպքում միայն այն ժամանակ, երբ լիովին համոզված եք, որ մոտակա, ասենք 100 մետրի վրա չկա մեքենա։ Չեն լսում։ Իսկ հետևանքը Մարգարա Վանաձոր Տաշիր ճանապարհի 47-րդ կիլոմետրին կատարվածն է, երբ 51-ամյա վարորդը մահացու վրաերթի ենթարկեց 56-ամյա կնոջը։ Մեքենայի դիմապակուն գլխի հարվածի հետ կվկայում է, որ հետիոտն նոր էր պատրաստվում անցնել փողոցը, այսինքն ոչ մի 100 մետրի մասին խոսք անգամ չկա։ Սա է գինը, որը վճարում եք մեր հորդոր խնդրանքները անտեսելու դիմաց։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը, արտակարգ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի, գազի սեղմակը մահվան հրաման։ Տեսանյութում։ Վթարներ, հրդեհներ, վրաերթեր, սպանություններ։ Ընտրեք, որ ժանրից ուզում եք։ Այո, հատկապես վերջերս այս առումով չենք խեղճանում ու զոհերի հաշվարկը ավելանում եւ ավելանում է։ Թվում է, թե շատ բան պետք չի անել։ Սերտել ակնհայտ մի քանի ճշմարտություն կամ աստվածաշնչյան պատգամ ու ամեն ինչ լավ կլինի, բայց ոչ, սիրիր մերձավորիդ, գազի ոտնակը մի տանջիր, հրդեհային անվտանգությունը քիչ մը լուրջ մոտեցիր եւ այս կարգի հասկացությունները ոչ թե բոլորին են հասու, այլ դրանք անտեսողների թիվը գնալով աճում է։ Հեսա մի քանի օրինակներ որ բերեմ, կհասկանաք, թե ինչի մասին եմ ասում։
Օրը ցերեկով Մայրաքաղաքի Նոր Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գտնվող Նայիրի հյուրանոցային համալիրի մոտ ասեղ գցելու տեղ չկար, բայց դե ոչ թե կլենտների առումով կարող է մտածեք, թե լուրջ հյուրանոց է։ Ռոնալդուն ինչի չէր ստեղ հանգրվանում, այլ հյուրանոցի նկուղային հարկում ծակած հրդեհի։ Որպեսզի պատկերացնեք հրդեհի մասշտաբները, բացի ցուցադրվող կադրերից միայն մի նախադասություն հավելեմ։ Կրակի դեմ պայքարում ներգրաված են եղել մարտական 5 հաշվարկ։ Իրանք են տարհանվել։ Կյանքներից վտանգ չկա, չէ՞։ Իսոս, սա վառվել է, չէ՞։ Այս հատվածը դեռ 20 րոպե առաջ կրակի էր մատնված, ընդ որում լեզուները այնքան երկար են եղել, որ մի կերպ են հասցրել հյուրանոցի ներսում գտնված մարդկանց էվակուացնել։ Շտաբօգնության մի քանի խմբեր էլ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրանցից երկուսին տեղափոխել են հիվանդանոց։ Հարցին, թե այրվածքներ ունեն, ասացին չէ, ծխահարվել էին։ Գորգերա, չէ՞ սա։ Պատոհանվել է սա։ Չէ, պատոնը բացել է։ Հիմա կասեք, իսկ ես ինչ ա վառվել, Շամշան, գորգեր ու ներքնակներ, ժողովուրդ ջան։ Հաջորդ հարցը հավանաբար կլինի, իսկ արդյոք դրանք իրենց են կպել, չէ, ժողովուրդ ջան։ Ինչպես կարգին հաղորդման հերոսներից մեկը կասեր, հեքիաթները կողքի բաժնում, տեղի ունեցածը կամ ամփոփության հետևանք էր, կամ էլ միտումնավոր վնաս տալու։ Համենայն դեպս այդպես էին ասում հյուրանոցի բակում հավաքված մի քանի քաղաքացիներ։ Նախորդ շաբաթվա տեսանյութում ասել էի, որ ես էլ եմ սկսել հավատալ դավադրության տեսություններին, հետևաբար երկու տարբերակն էլ կյանքի իրավունք ունեն։ Այդ թե որն է դրանցից իրականությունը, մեր փառապանծ իրավապանները պետք է պարզեն։ Մոխրոտիկը հեքիաթի բարի հերոսն է։ Այ մարդ, սենց տեղերում էս շլուխն էլ չլինի, կարելի է խելագարվել, բայց լավ, տեղափոխվենք Գեղարքունիքի մարզ, ավելի կոնկրետ Մարտունի Վարդենիչ ճանապարհի 31-րդ կիլոմետր, որտեղ էլի ցերեկը ժամը 16-ի սահմաններում իրար էին ողջագուրվել Mercedes-ն ու Gaz 53-ը, ինչի հետևանքով վերջինը դուրս էր եկել երթևեկելի գոտուց կողաշրջվել։ Պատկերացրիք, Mercedes-ը խորը նոկաուտի է ուղարկել հսկայական զիլին։ ADS Mercedes-ի ժեշտը ուրիշ է, էլի, ճիշտ է, ինչպես տեսնում եք, մեքենայի առջևի հատվածն ամբողջությամբ բացակայում է, բայց էլի եմ ասում, նոկաուտի է ենթարկել բեռնատարին, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, տենց էլ չկարողացա պարզել, չնայած կարելի էր կռահել, հարևանությամբ գազալցակայանը, ամենայն հավանականությամբ բեռնատարը փորձել է զապրավկից հետո դուրս գալ մայրուղի, մեկ էլ որտեղից որտեղ հայտնվել է Mercedes-ը, կրկնում եմ, սա վարկածա, մնացածը փառապանցների դաշտում է։ Գերմանական ավտո չի Mercedes-ը։ Սովետն ու Գերմանիան հակել են իրար։ Բայց դե պատմությունից հրաշալի տեղյակ ենք, որ երկրորդ համաշխարհայինը մեր պապերի շնորհիվ ավարտվեց սովետի հաղթանակով, բայց այս դեպքում իրավիճակը այլ էր։ Չեմ կարող ասել, թե Գավառի բժշկական կենտրոն տեղափոխված 5 վիրավորներից քանիսն են գտնվել Mercedes-ում, քանիսը զիլում, բայց փաստեր մի բան, ուրախացնող փաստ։ Շտաբօգնության բրիգադներն ու ստրտացավ քաղաքացիները օպերատիվ եւ որակյալ աշխատանք են ցուցաբերել ու վիրավորներին առաջին օգնություն ցուցաբերելուց հետո արագ տեղափոխել են Գավառ բժշկական կենտրոն։ Աստծո կամոք, եթե ապաքինվեն, թող գնան այդ մարդկանց համար մոմ վառեն։ Ես կորենա տարե։ Հա։ Հա մեկին տեղափոխել են Երևան։ Բայց դե կանգնի տանելուց։ Լավ դե, նենց չստացվի, որ Mercedes-ի գովազ լինի։ Հա, բան չունեմ ասելու, Mercedes-ը Mercedes է, բայց նենց էլ չի, որ անբիծ ու անսխալական մեքենա է։ Հեսա տեսնում եք, թե ինչորն է ընկել ռուսական համարանիշներով այս սև աչքարիկը, Մայրաքաղաքի Իսակովի պողոտայում, ավելի ստույգ ԱՄՆ դեսպանատան խաչմերուկում, նկարահանում է ու փորձում գուշակել, թե ինչը պետք է լիներ այս ավերածությունների պատճառը։ Մարմնական, հա։
Դեպքը տեղի է ունեցել երեկոյան 20:10-ի սահմաններում, այսինքն մթնշաղին։ Ինչու եմ վթարի ժամը ֆիքսում, որովհետև Mercedes-ի վարորդը հավանաբար, որ Ռուսաստաններում է եղել, չի լսել, թե ինչպես ենք մի քանի տասնյակ անգամ վարորդներին զգուշացրել, որ դա օրվա ամենավատ հատվածն է։ Հետևաբար պետք է զգոնությունը կրկնապատկել։ Չի լսել նաև, թե ինչպես ենք ելի մի քանի տասնյակ անգամ Իսակովի պողոտան անվանել մահվան ճանապարհ, նկատի ունենալով հանգամանքը, որ լավ ասֆալտով ընդարձակ ճանապարհ է ու վարորդները չեն կարողանում զսպել ներսի ադրենալինը։ Պարզ երևում է, չէ, որ այս ավերածությունները չէին լինի, եթե վարորդը մեծ արագություն չունենար։ Բայց որ նույն վարորդը նաև երջանիկ աստղի տակ է ծնվել, դա էլ է փաստ։ Պատկերացնում եք, մարդը մեծ արագությամբ բախվում է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված լուսացույցին, կոտրում այն ու բաժանարար գոտու մի քանի քար եւ չի ստանում որևէ վնասվածք։ Ձեր Ռուսաստաններում տվյալ դեպքերի համար ասում են «Ռադիելսա վերուբաշկե», իսկ եթե արդյոք բախտի արկայությունը խոսում է խելքի բացակայության մասին, ավելի ստույգ կպատասխանեն իրավապահներն ու վարորդի տանեցիները։ Այ մարդ, այս հնդիկներից հանգիստ չկա, թե ասա ինչ եք կորցրել, ինչ եք փնտրում։ Կորցնել ասելով նկատի ունեմ հայրենիքից հեռու գտնվելը, իսկ փնտրում են փող, որպեսզի հեռավորությունը ինչ որ կերպ փոխհատուցեն, ասենք 12 երեխաների համար հագուստ գնեն։ Ազնիվ մղում է, բայց հեչ ազնիվ չի, երբ այդ ճանապարհին անցնում են սահմաններ։ Ասա եկել եք փող աշխատեք, ձեր համար աշխատեք, ինչ եք գնում գիշերվա միլիոնին, բեմադրում Արամ Իլիչի Սուսերով պարը։ Էսա սաղարուն է էլի էսա։ Իսկ դրանց են ծխելու բանը։ Րոպեներ առաջ այս հատվածում, որը գտնվում է Ազատության պողոտա 1 կոտորակ 24 հասցեում, մսաղաց է եղել։ Այս մեր հնդիկ աղբերները հավանաբար կոկոնները տաքացած գերոխումի ժամանակ երևի իրար լավ չեն հասկացել, կամ էլ ինչ որ բան չեն կիսել, փորձել են գյուլաշ կպնել կամ ինչպես ասացի սուսերով պարպարել։ Հետևանքն էլ այն էր, որ գիշերը 4:30-ի սահմաններում արաբկիրի ոստիկաններին ազանգում են, թե բան նշված հասցեից քաղաքացիների կողմից Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել 4 քաղաքացի։ Հիվանդանոց հասած իրավապահները պարզում են, որ նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը միջին ծանրության։ Սա այրան հետքեր է լստին։ Այս հոթելի անունը բայց ո՞նց է։ Դες աստեղ էլ արում կանայ։ Ու մինչ վիրատարանում բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, իրավապահները պարզում են, որ այս շինությունում լիքը հնդիկ է ապրում։ Այդ պահին 25 մարդ կար։ Հիմա որ ասեմ հնդիկ եղբայրներ, ձեզ մոտ սենց կարգի հանցագործությունները շատ դաժան են պատժվում, ինչի չեք հարգում այն երկրի օրենքները, որը սիրալիր բացել է դռները ձեր առջև ու հնարավորություն է ընձեռել փող վաստակել։ Հիմա որ բռնեն ու սաղիդ կալմեջ անեն, երեխեքին փող ուղարկելու փոխարեն նուբարաշենում նառեր մաշեցնեք, խելքներդ գլուխներդ հավաքեք ու ինչպես կասեր դասականը, հանգիստ նստեք տեղներդ։ Այս կեղտոտ զամբյուղներով սնունդ են, որտեղ են կայանել։ Այ մարդ, դե լավ է էլի, ինչքան կարելի է կոկորդ պատրել, գոռալ, գոչալ, որ ժողովուրդ ջան, մթին այդ անտեր փողոցները կամ ճանապարհները կտրեք միայն այն դեպքում, եթե 4587% համոզված եք, որ ձեզ վտանգ չի սպառնում։ Կարող եմ երդվել, որ բարդ բան չենք ասում։ Ընդ որում, այս զգուշացումը հատկապես վերաբերում է ոչ երիտասարդ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Կհիշեք երևի, որ անցած տեսանյութում էլի մահվան ելքով վրայերտ ներկայացրինք, իսկ մահացողը 62-ամյա կին հետիոտն էր։ Իսկ աղա մահացածին, նա։ Մեկ շաբաթ անց պատմությունը կրկնվում է։ Այս անգամ Մարգարա Վանաձոր Տաշիր ճանապարհի 47-րդ կիլոմետրին, Օհանավան բնակավայրի վարչական տարածքում, ժամը 22:10-ի սահմաններում, Կիայի ղեկին նստած է եղել
51-ամյա Շահենը, երբ դեպի Երևան ընթանալիս որտեղից որտեղ դուրս է եկել 56-ամյա Սվետլանան ու մնացածը արդեն տեսնում եք։ Շահենը փախուստի չի դիմել, ահազանգել է շտաբօգնություն, սակայն արագ հասած աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ տեղում արձանագրել է հետիոտնի մահը։ Դնի մեջը։ Հարգելի հետիոտներ, հիմա ես չեմ դուք եք, ես ինչի է նման, միես մթությունը տեսեք, նեղ երթևեկելի գոտիները, այս ճանապարհով հանգիստ անցնելու համար պիտի խիզախություն, համարձակություն, մի քիչ էլ ուղեղի պակասություն ունենաս, պետք է արծվի հայացք նետես, հասկանաս, որ առնվազն 50 մետրի վրա մեքենա չկա, նոր բախտդ փորձես, բայց այս պարագայում, ինչպես տեսնում եք, հարվածը եղել է մեքենայի աչակողմյան հատվածում, ինչը նշանակում է, որ հետիոտը նոր է պատրաստվել փողոց անցնել, այսինքն ոչ մի 50 մետրի մասին խոսք չկա, սա ըստ տրամաբանության ու հավաքվածների, վերջնական պատասխանը կտա նախաքննական մարմինը, բայց եւս մեկ անգամ հետիոտներին կոչ անենք ցուցաբերել առավելագույն զգոնություն։ Դու էլ հետիոտներին ենք զգուշացրել, դու էլ վարորդներին, դու էլ շինարարության բանվորներին, այս վերջին կաստան շարունակ փորձանքների մեջ է ընկնում իր խելքից որն է անզգուշությունից, ասենք նրանցից շատերը կասկա դնելը պիտնո են համարում, իրենց կյանքը պիտի փրկի է, բայց մարդը վստահ է, որ փորձանքը իրեն շրջանցելու է, ներկայացվող դեպքը մեկ այլ օպերայից է, տեղի ունեցածի հիմքում աշխատանքային կանոնների շահագործման անվտանգության բացակայությունն է եղել, իսկ հետևանքը ողբերգական։ Աշխատանք անելուց է եղել, փախել էլի տակից։ Ինչպիսի սարսափելի մա, պատկերացնում եք, այս հսկայական կռունկը ընկնի մարդու վրա, ես չգիտեմ, թե փրկարարներն ու պարեկները ում կամ ինչ են այս կռունկի տակից դուրս բերել, բայց ժամը 19:50-ի սահմաններում Կոտայքի մարզի Մարմարի գյուղում տեղի ունեցածը սարսափելի է, ու այնպես չէ, որ կանգնած է եղել ու վտրուկ շուռ է եկել, ոչ, բեռ բարձրացնելիս է կորցրել հավասարակշռությունը, կոաշրջվել եւ ընկել խցիկի վրա, որտեղ գտնվելիս է եղել կռունկավարը։ Որտեղ էր ինքը։ Այս բաներն էլի տեղադրելուց եղել։ Մահը եղել է վայրկյանական։ Կռունկավարի մարմինը մի կերպ են դուրս բերել խցիկից, ու հիմա հարցը, ավելի շուտ հարցի պատասխանը, թե ինչ պետք է աներ ու չի արել կռունկավարը։ Ապագա կռունկավարների համար շատ կարևոր է, ինձ թվում է հմուտ կռունկավարները գիտեն, թե որքան բեռ պետք է բարձրացնել կամ մի տեղից մյուս տեղը տեղափոխել, որ սենց օրը չընկնեն, չնայած տվյալ կռունկի շահագործման գրքուկում հաստատ այդ մանրամասները կլինեն, ուղղակի դրանց ծանոթանալ է պետք ու նոր կռունկի ղեկին նստել։ Ցավակցում ենք մահացածի հարազատներին։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գործով զորանանք եւ առողջ հոգով ու լուսավոր մտքով առաջ շարժվենք։ Կհանդիպենք հոկտեմբերի 26-ին ժամը 22-ին։ Աստված պահապան հայազգին։